Այս տարբերակը նաև ձեզ մոտ ներկայացման եւ քննարկման արդյունքում ընտրվել է որպես առաջնահերթ, որով էլ մենք կառավարություն ենք ներկայացրել համապատասխան փաթեթը ներդրումային կոմիտեի շրջանակներում քննարկման նպատակով։ Ծրագրի ընդհանուր ծախսը գնահատված կազմում է մոտ 24 միլիարդ դրամ, ներառյալ բավականին լուրջ օտարման բաղադրիչ կա այդ տարբերակում, նաև օտարման գծով ծախսը։ Եվ նաև այս պահին քննարկումներ են վարել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ եւ ֆինանսների նախարարության հետ ծրագրում առկա որոշակի հարցերի կապակցությամբ ավելի մանրամասն եւ փոխհամաձայնեցված դիրքորոշումներ ունենալու, մասնավորապես ինչպես հայտնի է, այդ տարածքում է գտնվում նաև երկաթուղային որոշակի ենթակառուցվածքներ եւ այդ վերջնական լուծումների շուրջ հիմա աշխատում ենք, խորհրդատուն որոշակի լրացուցիչ վերլուծություններ է անում, առաջիկա շատ շուտով մենք այդ վերլուծությունների արդյունքները կունենանք եւ վերջնական տարբերակը կներկայացնենք կառավարություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Բաբայան, իրականում Ուլլեցի Ռուբինյանց Աճարյան նոր ճանապարհի կառուցումը էականորեն Աճարյանի եւ Միասնիկյանի Աճարյանի հատվածում կարող է որոշակի բեռնաթափման մեծ գործոն լինել, նամանավանդ այն ճանապարհը, որը որ նախնական դուք ցույց եք տվել ներկայացրել եք, այսինքն 3 գծանի եւ առանձնացված հեծանվային ենթակառուցվածքներով, մայթերով, գրագետ կազմակերպված եւ իրականում սա երևի թե դառնում է այն հետաքրքիր լուծումներից մեկը, որը կարող է բեռնաթափել Աճարյանը, բայց մենք ունենք նաեւ Թբիլիսյան Եղվարդի խճուղի հատվածի հետ կապված process, այդ process-ում ուր ենք հասել։ Այդտեղ միջազգային արդեն խորհրդատվական թիմ է աշխատում, մենք ակնկալում ենք, որ հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին ձեզ մոտ նախնական քննարկում կունենանք արդեն լուծումների մասով նախնական եւ վերջնականացնելուց ընտրված տարբերակները կավարտենք տեխնիկատնտեսական ուսումնասիրության ամբողջական գործընթացը երևի օգոստոսի վերջին, այսինքն մենք վստահաբար այս տարի ամբողջական փաթեթով հանդես կգանք ներդրումային կոմիտեում, որպեսզի ֆինանսավորման բանակցությունները մեկնարկենք։ Ինչու եմ հատուկ դա հարցնում, որովհետև այդ ճանապարհը եւ կամուրջները վստահորեն ամենա առաջնահերթությունն են քաղաքի համար։ Այդ ճանապարհի այդ լուծմամբ մենք M4-ը միացնում ենք հյուսիս-հարավի շրջանցիկ ճանապարհին եւ փաստացի Թբիլիսյան խճուղուց ուղիղ մենք միանում ենք հյուսիս-հարավ շրջանցիկ ճանապարհին եւ այս ծավալը իրականում այս տարի աշխատանքների եւ նաեւ հաջորդ տարիներին շատ մեծ է լինելու։ Մենք ստորագրել ենք Իսակը Վարշակունյացը, մենք ունենք Շերամի փողոցի հատվածում լուծումները, դուք ներկայացրեցիք Նորագավութի հատվածում լուծումը, մենք ունենք կարծում եմ Եգիպտոսի հրապարակում կարիք կա այդտեղ որոշակի լուծման եւ այդտեղ դա էլ ֆիքսենք որպես հանձնարարական, այդտեղ վստահորեն ճանապարհային որոշակի լուծումների կարիք կա, այս ավտոմեքենաների հոսքի հետ կապված եւ բայց նաեւ ֆիքսենք, որ խոշորագույն եւ ամենակարևոր ծրագիրը մեզ համար դառնում է Թբիլիսյան Եղվարդ միացումը երկու կամուրջներով եւ ճանապարհով Կորեայի ձորի վրայով, որը էականորեն բեռնաթափելու է քաղաքը եւ նաեւ հեսա հաջորդ հարցը այդ մյուս շրջանցիկի հաջորդ կտորն է, որը որ կներկայացնի արդեն պարոն Թևոսյանը։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Մասիսի շրջանցիկ ճանապարհի շինարարական աշխատանքների հետ կապված մեր կողմից հավաքագրված տվյալները փոխանցել ենք իրենց, այնուհետև իրենք կպատվիրեն նախագիծը եւ շինարարության մրցույթը։ Եվ իրականում այս Մասիսի շրջանցիկ ճանապարհը սա M15-ն է եւ այստեղ այս ճանապարհի կառուցմամբ մենք
կրկին ահռելի կբեռնաթափենք Միասնիկյան պողոտան, Աճարյանն ու Միասնիկյանը։ Վստահորեն կբեռնաթափենք, որովհետև արդեն դեպի Երևանի, դեպի Նուբարաշեն, նույնիսկ դեպի Շենգավիթ գնացող շատ քաղաքացիներ կնախընտրեն այս ճանապարհով իջնել, որ ամբողջապես շրջանցում է քաղաքը։ Հիմա երկու շրջանցիկ, փաստացի երկու խոշոր շրջանցիկ նախագիծ ունենք։ Մեկը M4-ը Թբիլիսյանով միացնում է Եղվարդի խճուղուն եւ գնում միանում է հյուսիսային հարավ-հյուսիս ճանապարհ շրջանցիկ ճանապարհին եւ մյուսը Մասիսի շրջանցիկ ճանապարհն է, որը որ ամբողջապես կրկին քաղաքը շրջանցում է եւ արդեն Սևանի կողմից եկող եւ այլ կողմերից եկող շատ քաղաքացիներ այս ճանապարհը կնախընտրեն քաղաքը ամբողջապես շրջանցելով եւ հետեւապես սա էլ երկրորդ առաջնահերթությունն է պարոն Թևոսյան եւ որոշակի բարբերականությամբ պետքա կրկին այս դահլիճում լսենք թե ինչ եք դուք անձամբ արել այս երկու աշխատանքների վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Պարոն քաղաքապետ, եթե ցույց տաք, կուզեմ նաեւ անցյալ գործակարգավարականին ձեր հանձնարարականի հիման վրա տված զեկուցեմ 26 թվականում նախատեսված միջին նորոգման ենթակա փողոցների ցանկերը։ Արդեն իսկ ավարտել ենք Սարյան, Բյուզան փողոցի մեկ հատվածը եւ Պոդգորիցայի փողոցը, նախկին Տիտոկրատյան փողոցը ավարտել ենք եւ պետքա սկսենք վերանորոգման աշխատանքները Պրոշյան, Պարոնյան եւ Տիգրան Պետրոսյան փողոցներում։ 26 թվականի բյուջեով նախատեսված են Գարեգին Նժդեի, Տիգրան Մեծի, Ագաթան Գեղոս, Խանջան, Դերենիկ Դեմիրճյան, Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատյան եւ Եղվարդի խճուղին միջին նորոգման աշխատանքներ։ Ներկայումս հիմնանորոգման աշխատանքները կատարում են Նուբարաշենի 9-րդ փողոց Արինբերդի, Ավետ Ավետիսյան, Եղվարդի խճուղին եւ պլանավորվում ենք շուտով սկսել նաեւ Ոսկերիչների փողոցը։ Մեր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի հետ մշտական կապի մեջ ենք թե M15-ի շրջանցիկ ճանապարհի եւ արդեն իսկ ունենք փողոցների ցանկ, որոնց մասով ունենք պայմանավորվածություն։ 27 թվականի համար նախատեսված է հիմնանորոգում Դավիթ Բեկ, Բագրևան շրջանցիկ թունելը եւ Նուբարաշենի փողոցը եւ այս տարի միջին նորոգումով արդեն ունենք հաստատված Աջարյան փողոցը եւ քննարկման է Արցախի, Վարդանանց եւ Հանրապետության փողոցները։ Ջրվեժի ճանապարհը Ջրվեժի ճանապարհը եւ Աջարյանի միջև գայի այդ հատվածը եւս մեր տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարությունը այս այդ ցանկն էլ միշտ հնչեցրեք ամբողջական այն պայմանավորվածությունները որ ունենք 50 կիլոմետրի շրջանակներում տարածքայինի գործընկերների հետ այդ ցանկը ամբողջապես հնչեցրեք եւս մի կարեւոր դետալ Անթևոսյան այսուհետ բոլոր ճանապարհների ավարտական աշխատանքների ժամանակ դուք կբարձրաձայնեք լաբորատոր փորձաքննությունների արդյունքները ճանապարհների վրա ինչ փորձաքննություններ են արվել որ լաբորատորիան է արել եւ ինչ արդյունքներ են ստացել եղավ բոլորը ոչ մի ճանապարհ չլինի բացառություն նույնը Տիկին Բաբայանեն սպասող է այսինքն լաբորատոր ճանապարհ հենց ճանապարհ եք սարքել որ լաբորատորիան է փորձաքննություն արել ինչ փորձաքննություններ են արվել եւ այդ փորձաքննությունների արդյունքները որոնց արդյունքում դուք ճանապարհը ընդունել եք եւ համ կտեսնանք այդ լաբորատորիաների արված աշխատանքի իրական արդյունքը կտեսնենք դուք ինչ փորձաքննություններ եք պարտադիր պատվիրում եւ արդեն իրական կյանքում էլ կչափենք այդ փորձաքննությունները ինչքանով էին իրական եւ ինչքանով իրական չէին շատ լավ շնորհակալ եմ հաջորդը